Հայաստանի կառավարությունը փոփոխում է Հայաստանում գործող միջազգային օդանավակայանների կոնցեսիոն պայմանագիրը եւ կրճատում որոշ իրավասություններ, համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նիստի ժամանակ։ Այսօրվա որոշմամբ կոնցեսիոն պայմանագրում մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել, ըստ որոնց օրինակ ուժը կորցրած են ճանաչվում կոնցեսիոների երաշխավորված ներքին շահութաբերության եւ վնասների հատուցման բանաձևերը։ Կոնցեսիոն պայմանագիրն անորոշ ժամկետով երկարաձգման իրավունքը։ Ըստ նոր փոփոխությունների կոնցեսիոն պայմանագրի ժամկետը երկարաձգվում է մինչև 2067 թվականի վերջ, կոնցեսիոները պարտավորվում է իրականացնել $425 միլիոն կապիտալ ներդրում, որոնք իրականացվի մինչև 2033 թվականը։ Մեկամսյա ժամկետում նախատեսվում է ստորագրել այս պայմանագիրը եւ մինչև հունվարի 31-ը կոնցեսիոները կներկայացվի մաստեր պլանը, որից անմիջապես հետո կմեկնարկի Զվարթնոցի երկրորդ տերմինալի կառուցման աշխատանքները, ընդգծել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։ Պայմանագրում կա կետ նաեւ Կապանի Սյունիք օդանավակայանի մասով, նոր փոփոխություններով Սյունիք օդանավակայանի վրա կոնցեսիոն պայմանագրի սահմանափակումները վերացվում են։